Real Madrid. Diego Godín, Club Atlético de Madrid. Zinedine Zidane. Diego Simeone, Club Atlético de Madrid. A la Madrid. À la Madrid. Gavi, Club Atlético de Madrid. Ընդամենը 2 օր հետո ամբողջ երկիր մոլորակում բոլորի հայացքները ուղղված կլինեն դեպի քաղաք Միլան։ San Siro մարզադաշտում կկայանա Չեմպիոնների լիգայի 2015-16 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը։ Դերբի Մադրիլենյո, Ռեալ Մադրիդ, Ատլետիկո Մադրիդ։ Եզրափակիչ խաղին ընդառաջ որոշեցինք վերհիշել վերջին 25-30 տարում կայացած ամենահետաքրքիր մադրիդյան դերբիները, ամենահուշագրավ, ամենաէմոցիոնալ, ամենակարևոր եւ ամենագրավիչ պահերը։ Իրադարձություններ, որոնց շնորհիվ կերտվեց Մադրիդ քաղաքի ֆուտբոլային պատմությունը։ Սակայն մինչ այդ խոսենք գլխավորի մասին։ Ինտերֆուտբոլը իր հիանալի լսարանի համար կազմակերպել է խաղարկություն։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հավանել մեր Facebook-յան էջը եւ իհարկե կիսվել հղումներով։ Խաղարկության բնույթը նախկինից չի տարբերվի։ Մրցույթի մասնակիցները պետք է գուշակեն խաղի առաջին գոլի րոպեն եւ գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստի անունը։ Հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով ճիշտ կգուշակի գոլի հեղինակին եւ նրա նշած րոպեն ամենամոտը կլինի առաջին գոլի րոպեին։ Հաղթողը կստանա իր նախընտրած թիմի մարզաշապիկը, ցանկացած անունով եւ համարով։ Միանգամից ասեմ, որ հասկանալի պատճառներով Մադրիդի Ատլետիկոյի մարզաշապիկ չի խաղարկվում։ YouTube-ի մեր կողմից անչափ սիրված բաժանորդներին խնդրում ենք իրենց կանխատեսումները անել Ինտերֆուտբոլի Facebook-յան էջում։ Բոլորին սրտանց հաջողություն ենք մաղթում։ Գնացինք։ Մադրիդյան դերբին ավելին է, քան ուղղակի դիմակայություն։ Այս հանդիպումների ժամանակ Իսպանիայի մայրաքաղաքը բաժանվում է երկու մասի։ Մի մասը սերուցքայիններ, մյուս մասը հնդկացիներ։ Քաղաքի սերուցքային հատվածը քանակապես իհարկե առավելություն ունի։ Հաղթանակների առումով նույնպես Լոս Գալակտիկոսը համաքաղաքացիներին լրջորեն գերազանցում է։ Անցկացրած 166 խաղում Ռեալը հաղթել է մրցակցին 89 անգամ։ Կոլչոներոսի մոտ ամեն ինչ շատ տխուր էր մինչև Չոլա Սիմեոնեի հայտնվելը։ 14 տարի շարունակ ատլետները չէին կարողանում հաղթանակի նժարը իրենց կողմը թեքել։ 1999 թվականին Ջիմի Ֆլոյդ Հասելբենկի դուբլի շնորհիվ Կլաուդիո Ռանիերիի սաները 3-1 հաշվով հաղթանակ տարան։ 99-ից սկսված մինչև 2013 թվականը Ատլետիկոն մոռացավ Ռեալին հաղթելու քաղցրության համը։ Այս 14 տարում Ռեալը գեթ 1 պարտություն չկրեց։ Ասեմ ավելին, եղան խոշոր հաշվով հաղթանակներ, ինչպես նաև խփված բավականին գեղեցիկ գոլեր։ Ատլետիկոյի վերոհիշյալ հաղթանակը կայացավ 2013 թվականին։ Տհաճ ավանդույթի վերջը դրեց անձամբ Դիեգո Չոլա Սիմեոնեն։ Կոլչոներոսը թագավորական գավաթի եզրափակիչ խաղում կորզեց կամային հաղթանակ։ Հատկապես բավականին տպավորիչ ստացվեց Ատլետիկոյի հեղինակած պատասխան գնդակը։ Ռադամել Ֆալկաո Գարսիա եւ Դիեգո Կոշտա։ Сражается по-тигриному. Радамель Фалькао за мяч. И вот передача на Диего Косту. Диего Коста входит в штрафную площадь. Опасный момент. Удар и гол. 1-1. 1-1. Вот тут финал начинается на 35-й минуте. Они обменялись ударами в сердца друг друга. Радамель Фалькао. Как много он сделал для этого гола. Ընդհանրապես մադրիդյան դերբիները գրեթե միշտ անցել են լարված ու կոշտ մրցապայքարում։ Բացառություն չէր նաև այս մեկը։ Չկարողանալով զսպել էմոցիաները խաղադաշտից հեռացվեց Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մաուրինյոն։ Իսկ ահա նոմինալ հյուրերը մրցավարի ավելացրած ժամանակում հաղթանակի նժարը իրենց կողմը թեքեցին ու հենց Սանտիագո Բերնաբեո մարզադաշտում տիրացան Իսպանիայի թագավորական գավաթին։ Այս հաջողությունից հետո Ատլետիկոյի հաղթանակները մադրիդյան դերբիներում այլևս որպես անակնկալ չէին դիտվում։ Ողերի մրցակիցները միմյանց ուղակի տանել չեն կարողանում։ Դերբի Մադրիլենյոն առանց լուրջ կոնֆլիկտի պատկերացնել գրեթե հնարավոր չէ։ Կարելի է հիշել նաև 2014 թվականի փետրվարին կրկին Իսպանիայի թագավորական գավաթի շրջանակներում կայացած հանդիպումը, որտեղ Ռեալը ջախջախեց մրցակցին խոշոր 3-0 հաշվով։ Հենց այս դիմակայության պատասխան խաղում ընդմիջման գնալիս կայացավ այնպիսի իրադարձություն, որին չանդրադառնալ չեմ կարող։ Ատլետիկոյի երկրպագուներից մեկը, բարկացած լինելով խաղի ընթացքից որոշեց կրակայրիչով հարվածել Քրիշտիանոյի գլխին։ Նա պորտուգալացուն իհարկե հանկարծակիի բերեց։ Բարեբախտաբար Ռոնալդոն կարողացավ շարունակել հանդիպումը։ 2014 թվականի մադրիդյան դերբիները Ռեալի համար դարձան իսկական սարսափ։ Իհարկե բացառության մի հանդիպման, որին դեռ կանդրադառնանք։ Իսպանիայի սուպեր գավաթի հանդիպում։ Օգոստոսի 22, Ատլետիկո Մադրիդ Ռեալ Մադրիդ 1-0, սեպտեմբերի 13
Արդեն Լա Լիգա, Ռեալ Մադրիդ Ատլետիկո Մադրիդ 1-2 եւ կարծում եմ Ռեալի համար ամենացավալի պարտություններից մեկը։ Պարտություն, որը գրանցվեց արդեն 2015 թվականի փետրվարի 7-ին։ Կոլչոներոսը ջախջախեց սերուցքայիններին 4-0 հաշվով։ Սա Կարլո Անչելոտիի օրոք երևի Ռեալի վատագույն հանդիպումն էր։ Ատլետիկոն գերազանցում էր մրցակցին խաղային գրեթե բոլոր գործոններում։ Այս մրցավեճում տպավորեց հատկապես Սաուլ Նիգեսի խփած ֆանտաստիկ գոլը։ Կայացած վերջին մադրիդյան դերբիում առավելությունը կրկին Մանզովարասի ակումբի կողմն էր։ Սիմեոնեի սաները արտագնախաղում կորզեցին նվազագույն 1-0 հաշվով հաղթանակ։ Միակ գոլի հեղինակը դարձավ ֆանտաստիկ մարզավիճակում գտնվող Անտուան Գրիզմանը։ Con ese giro de 180 grados, Coque cayendo hacia el lado derecho. Irrumpe Felipe Luis. Balón atrás, Griezmann. Gol. ¡Gol! Փոխարենը Ռեալը լուրջ առավելություն ունի Ատլետիկոյի նկատմամբ Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում։ Այս մրցաշարում թիմերի միջև վերջին հանդիպումը կայացավ 2015 թվականի ապրիլի 4-ին։ Տվյալ խաղում խփվեց ընդամենը 1 գնդակ։ Կարծում եմ բոլորը այդ գոլը լավ կհիշեն։ Հանդիպման 88-րդ րոպե։ Խավիեր Էրնանդես Չիչարիտո։ Ускорение, Хамес Родригес, Чичарито входит в штрафную. Опасно, передача, удар, гол! Гол! Чичарито! Խավիեր Էրնանդես! Ընդհանրապես այս դիմակայություններում արձանագրվել են բազում գեղեցիկ գոլեր։ Մենք որոշեցինք առանձնացնել մադրիդյան դերբիներում երբևէ խփված 2 գեղեցիկ գնդակ։ Մեկը Ռեալի, մյուսն էլ համապատասխանաբար Ատլետիկոյի։ Նախ դիտենք սերուցքայինների կատարմամբ գոլը։ Կլարենս Զիդորֆ, թվական 1997։ Seedorf. To his right and left. Oh, he's gone for goal! Fabulous strike from Clarence Seedorf! Ferociously struck and completely deceiving the goalkeeper. Եվ Սաուլ Նիգես, թվական արդեն 2015։ Pisaria Siqueira continúa a meter el Golazo! Golazo del Atlético de Madrid! Վերջապես եկանք հասանք գլխավոր խաղին։ 2014 թվական, մայիսի 24, քաղաք Լիսաբոն, Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, Ռեալ Մադրիդ Ատլետիկո Մադրիդ։ Վստահությամբ կարելի է ասել, որ այս խաղը ուղղակի պատմություն կերտեց։ Լարված մրցապայքարում անցած խաղի առաջին կեսի վերջում Իկեր Կասիլիասի անհաշվենակատ գործողությունները Ռեալի համար դարձան բեկումնային։ Դիեգո Գոդին 0-1։ Մրցակցին խոցելուց հետո Ատլետիկոն անցավ ինտենսիվ պաշտպանության ամուր պահելով իր խրամատները։ Չոլո Սիմեոնեի աշխատանքը արժանի է միայն ծափահարությունների։ Սակայն եթե կոնկրետ այս խաղում հաղթեին ատլետները, ֆուտբոլը որպես այդպիսին պարտություն կկրեր։ Մրցավարի հիմնական ժամանակին ավելացրած եզրափակիչ 3-րդ րոպե։ Սերխիո Ռամոս։ Подача! Удар Серхио Рамос! Серхио Рамос! Папа, прости, я вижу это! Այս գոլից հետո Կոլչոներոսը կոտրվեց ամբողջովին, իսկ ահա Անխել Դի Մարիան եւ խաղընկերները ուղղակի անկասելի էին։ Գարեթ Բեյլը, Մարսելոն եւ Քրիստիանուն ձևակերպեցին մրցավեճի վերջնական արդյունքը։ Ահա հենց այսպես կերտվեց Ռեալի համար պատմական դարձած դեսիման։ Чемпионов в руках Икера Касилиаса! Չենք մոռանում, որ ինտերֆուտբոլը կազմակերպել է խաղարկություն։ Այդ մասին հանգամանորեն խոսեցի տեսանյութի սկզբում։ Չմոռանաք նաև, որ առջևում սպասվում է մեծ անակնկալ։ Այնպես որ անկախ բոլոր դժվարություններին միասին շարժվենք առաջ։ Չէ որ միասին այս բոլոր դժվարությունները հաճելի են թվում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին եւ ձեր դերակատարությունը ունեցեք ինտերֆուտբոլի հետագա զարգացման համար։ Սրտանց բոլորին հաջողություն եք մաղթում։ Կհանդիպենք։ I can go low. Say I got a million tomorrow.